Փառք Հիսուսին, սիրելի քույրեր, եղբայրներ, շնորհակալ ենք Տիրոջից իր առատ ողորմության համար, որ ցուցաբերում է մեր ամեն մեկից նկատմամբ, թող ամեն բանի մեջ Տիրոջ անունը փառավորվի։ Ինչ որ կանենք, թող դրա մեջ Տիրոջ անունը փառավորվի եւ երբ որ Տիրոջը մենք փառավորենք, նրա ուրախությունն էլ մեր սրտերի մեջ անպակաս կլինի։ Թող Աստված իր այցելություն անի մեզանից ամեն մեկին եւ այսօրվա այս ժամանակը, այս թանկագին ժամանակը, այս յուրահատուկ ժամանակը, շատ ժամանակ ենք մեր կյանքի մեջ անցկացնում տարբեր տեղեր, տարբեր իրավիճակների մեջ, բայց այս ժամանակը յուրահատուկ ժամանակ է, թանկագին ժամանակ է, երբ որ եկեղեցին հավաքվում է մեկտեղ եւ միաբան, մեկ սրտով, մեկ հոգով գովերգում է Տիրոջը, աղոթում է Տիրոջը, այդ սերը ու օրհնությունն է վայելում եկեղեցու մեջ, վայելում ենք Տիրոջը, նաև ուզում եմ ասեմ, որ վայելում ենք իրար, որովհետև մենք Քրիստոսի անուր հոտն ենք, ու ինչքան սքանչելի է Տեր Հիսուսը մեր մեջ, մեր քույրերի մեջ, մեր եղբայրների մեջ, այն հնչած խոսքերի մեջ, երգերի մեջ, աղոթքների մեջ, որովհետև երբ որ մարդը աղոթում է կամ ինչ որ խոսք է խոսում, այդ խոսքի, այդ աղոթքի ետևում երևում է այն հաղորդակցությունը, որ այդ անձը ունի Տիրոջ հետ։ Եվ երբ որ աղոթքներ կան, խոսքեր կան, որ երբ որ քույրերս անում են, եղբայրներս անում են, շատ ազդեցիկ է, շատ սրտին կպնող է, բայց դա պատահական չի գալիս, դա հենց այնպես չի հայտնվում այդտեղ։ Ես ուզում եմ ասեմ, ուզում եմ շեշտադրեմ այդ փաստը, որ դա այդ անձանց ծածուկ սենյակից եկող մի բան է եւ երանի կլինենք մենք բոլորս, որ ունենանք դա եւ մեր բոլորիս խոսքերը եւ աղոթքները ազդեցիկ լինեն թե մեր մեջ, թե աշխարհի վրա։ Թող Տերը օրհնի եւ առատացնի, որ մենք ավելանանք ամեն ինչով եւ չպակասենք։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Այսօր մի կարևոր թեմայի մասին կցանկանայի, որ կիսվեի եւ մենք միասին Աստծո խոսքից տեսնեինք այն կարևորությունները, որ Աստծո խոսքը մեզ հայտնում է, այն ինչը որ վերաբերվում է մեր աստվածպաշտությանը։ Աստվածպաշտության կերպին, աստվածպաշտության միջոցին, դրանից բխող արդյունքներին, դրա մեջ եղած դժվարություններին, մի քանի տեսակի, մի քանի տեսանկյունից, մի քանի ռակուրսից կուզենամ Աստծո խոսքի օգնությամբ միասին հայացք նետենք աստվածպաշտությանը եւ փորձենք այսօրվա մեր դասեր քաղել այն Սուրբ Գրքի հատվածներից, որ Աստծո խոսքը մեզ սովորացնում է։ Եվ որպես առաջի խոսք, որ կցանկանայի կարդալ, առաջի Տիմոթեոս 4-րդ գլխից կցանկանայի այդ համարը կարդալ, 7-րդ համարից։ Պողոսը գրում է առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ 7-ից 8 համարները։ Ասում է, եւ պիղծ եւ պառավական առասպելներից ետ կաց, բայց վարժեցրու քո անձը աստվածպաշտության, որովհետև մարմնի վարժությունը քիչ բանի համար է օգտակար, բայց աստվածպաշտությունը ամեն բանի համար օգտակար է, որ իր մեջ ունի թե այժմյան եւ գալու կյանքի կենաց խոստումները։ Պողոս առաքյալը իր սիրելի, իր յուրահատուկ աշակերտին Տիմոթեոսին, որը ասում է իմ սրտի կտորն է։ Այս խոսքերն ասում է դու այդ պիղծ պառավական առասպելներից, որովհետև հրեական մշակույթի մեջ այդ պառավական առասպելները, ազգահամարները, իրանք տարբեր բաներ ունեին, որոնց վրա շատ ուշադրություն էին դարձնում։ Պողոս Տիմոթեոսին ասում է դու այդ բաներից հեռու կաց, գործ չունես դու դրանց հետ։ Բայց դու ինչի վրա ուշադրություն դարձրու, ասում է դու ուշադրություն դարձրու, որ քո անձը վարժեցնես աստվածպաշտության մեջ։ Մարմնի վարժությունն էլ օգտակար բաներ ունի, բայց շատ բանի համար օգտակար չի, բայց աստվածպաշտությունը ամեն բանի համար օգտակար է։ Օգտակար է եւ իր մեջ ունի խոստում թե այս երկրավոր կյանքի համար,
թե գալիք կյանքի համար։ Այսինքն աստվածպաշտության օգտակարությունը, երբ որ ասում է ամեն բանի համար է օգտակար, այդ ամեն բանի մեջ մտածա թե այս աշխարհում եղած ամեն բանի համար, ինչին որ մարդը առնչվում է, թե անցնում է անգամ սահմանը այս ֆիզիկական կյանքի տեղափոխվելով հավիտենական կյանքի մեջ, այսինքն աստվածպաշտության արդյունավետությունն ու արդյունքները գալու են մեր հետ, մեր կյանքի բոլոր օրերի մեջ, անգամ երբ որ մենք այս կյանքից կտեղափոխվենք հավիտենական կյանքի մեջ։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ Պողոսն ասում է, որ աստվածպաշտությունը մի բան է, որը համեմատություն է անում մարմնի վարժության եւ ասում աստվածպաշտությամբ էլ պետքա վարժեցնես քո անձը։ Երբ որ մարմնի վարժությունն ենք տեսնում, թե ինչպես ենք մենք մեր մարմինը վարժեցնում, երբ որ մարզվում ենք եւ մոտենում ենք ծանրաձողերին, բոլոր այն մարդիկ, որ պարապել են եւ ինչ որ ժամանակի մեջ գործ են ունեցել, որ ինչ որ սպորտի հետ, գիտեն, որ երբ որ դու նոր սկսում ես, դու չես կարող գնալ եւ միանգամից մոտենալ ծանր քաշերին։ Ինչի, որովհետեւ քո մարմինը դեռևս պատրաստ չի, քո մարմինը դեռևս վարժված չի, քո մկանները չեն կարող վերցնել այդ ծանրությունը, որովհետեւ իրենք դեռևս զարգանալու կարիք ունեն։ Եվ երբ որ դու սկսում ես կանոնավոր կերպով այն քաշերից, ինչին որ դու կարող ես մոտենալ ճիշտ ծննդակարգով, ժամանակի մեջ դու տեսնում ես ինչպես է աճում այդ կարողությունը, որը որ դու սկզբից չէիր կարողանում 20-30 փաունդին մոտիկանալ, դու արդեն 100, 150, 200 փաունդով կարող ես մարզել քո մարմինը եւ դա վկայում է այն մասին, որ կանոնավոր վարժությունը բերում է քո մեջ, մեծացնում է քո կարողությունները, որ այն ինչ որ չէր ստացվում դրանից առաջ, դրանից հետո պիտի ստացվի։ Հիմա նույն բանը աստվածպաշտության մեջ է։ Մենք բոլորս, երբ որ դառնում ենք Աստծուն, ապաշխարում ենք, նոր ծնունդ ենք ստանում եւ մենք չենք ունենում այդ հոգեվոր մարզավիճակը։ Եվ մենք մտնում ենք այդ դաշտ եւ մենք պետքա գնանք այդ ճանապարհով, որպեսզի եւ Աստված մեզ կանչել է եւ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված մարդկանց ընտրել է շատ տարբեր, շատ հիմնականում շատ ցածր բնագավառներից, որովհետև այս աշխարհի զորավորներին եւ իմաստուններին Աստված չընտրեց, բայց նրանց, որ Աստված ընտրեց, այդ մակարդակի մեջ ինքը նպատակ չունի թողնելու, իրանց համար զորության, կարողության ուժեղ տեղ է որոշված։ Աստված որոշել է դա, բայց այդ աստվածպաշտության միջոցով մենք անելիք ունենք, որպեսզի մենք հասնենք այն նպատակին, այն ծրագրին, որ Աստված ծրագրել է մեզ համար, եւ ինքը բոլորիս համար այդ բարի եւ օրհնյալ նպատակը ունի։ Բայց մենք պետք է զբաղվենք աստվածպաշտությամբ։ Եվ Աստված, ուզում եմ ասեմ, որ աստվածպաշտությամբ զբաղվելը դա միայն եկեղեցի գալը չի։ Մենք միայն եկեղեցի գալով չենք, ավելի շատ այստեղ ոչ թե մենք զբաղվում ենք աստվածպաշտությամբ, մենք գալիս ենք այստեղ վերցնելու են խոսքը, որ Աստված է մեզ տալիս, այդ ջերմությունն ու հաղորդակցությունն ունենալ, մեր շնորհակալությունը հայտնել, մեր աղոթքներն անել, բայց հիմնական զբաղմունքը, հիմնական վարժությունը, երբ որ մենք վարժվում ենք աստվածպաշտությամբ, դա մեր տանն է, մեր ծածուկ սենյակի մեջ է, այն ժամանակն է, երբ որ մեզ ոչ մեկ չի տեսնում։ Դրա համար աղոթքի կյանքը, Աստծո խոսքի մեջ լինելու հարատևությունը, մեր անձնական Քրիստոսի հետ ունեցած հաղորդակցությունը, մեր անձին ուշադրություն դարձնելը, դրանք այն մեր անձնական վարժությունն են, որը որ մենք ամեն մեկս պիտի անենք, եթե ուզում ենք պրոգրես ունենալ, եթե ուզում ենք զարգանանք եւ եթե ուզում ենք հասունանանք եւ հասնենք հասունության։ Երկրորդ Տիմոթեոսի գլխի մեջ, թղթի մեջ Պողոս առաքյալը 3-րդ գլխի մեջ հետևյալ խոսքերն է ասում 12-րդ համարից ասում է, որ բայց այստեղ արդեն աստվածպաշտությամբ զբաղվող մարդկանց սպասելիք բաների մասին է խոսում, թե ինչ բնութագիր կտա այն մարդուն, ով որ աստվածպաշտությամբ է զբաղվում, ասում է, որ ամեն ով որ կամենում է աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսում, կամենում են այստեղ կան մարդիկ, որ ուզում են աստվածպաշտությամբ ապրել,
մեծ մասը այո, բայց այս խոսքը ասում է, որ պարտադիր պետք է հալածանքներ կրեն այդ մարդիկ։ Այսինքն, եթե ես ու դու այն մարդն ենք, որ ասում ենք, որ մենք ուզում ենք Աստված պաշտությամբ զբաղվենք, մենք ուզում ենք այս ճանապարհով քայլենք, Աստծո խոսքը մեզ հայտնում է, որ այս ճանապարհին հալածանքը քո կյանքից, իմ կյանքից պիտի անպակաս լինի։ Բայց հարցա չէ առաջանում, որ եթե մենք ուզում ենք Աստված պաշտությամբ ապրենք եւ գիտենք, որ Աստված պաշտությունը դա առաքինության, սրբության, արդարության, բարության, ճշմարտության մի կյանք է։ Եվ Աստվածապաշտ մարդիկ վտանգավոր չեն, իրանք վտանգ չեն ստեղծում իրանց շուրջ եղող մարդկանց կյանքի մեջ։ Եվ եթե այսպես է, իրականում այսպես է, ինչու են այս հալածանքները, ինչի համար պիտի հալածվեն։ Չէ, խի հալածվենք, եթե մենք ճիշտ ճանապարհով ենք ապրում։ Եվ այս հարցին մի փոքր կուզենայի անդրադառնայի։ Ինչու են Աստծո ժողովուրդը հալածանքների ենթարկվում։ Ինչու Աստծո ժողովրդի դեմ տրամադրություններ կան։ Գիտեք, որ ամբողջ աշխարհում ամենաշատ հալածված կրոնը դա քրիստոնեությունն է։ Բայց եթե տարբերությունը մյուս կրոնների հետ նայենք, կտեսնենք, որ շատ կրոններ կան, որ շատ վտանգներ են իրանց մեջ պարունակում, իրենց շուրջ եղած մարդկանց նկատմամբ, որովհետև դաժանություն կա, մարդկանց սպանելու վտանգ կա, բայց քրիստոնեության մեջ ընդհակառակն է։ Եվ եթե մի կրոն վտանգ չի սպառնում իրենից, որն է ճշմարտությունը, որն է տրամաբանությունը, բացատրությունը աշխարհի կողմից նման վերաբերմունքի քրիստոնյաների նկատմամբ։ Ինչու է այսպես։ Ես մի բան էի մտածում, այն օրը ինչ որ մեկի հետ խոսում էի, հիշում եմ, ես միտքը ասեցի, որ ասում էի, այս փաստը, որ աշխարհում ամենաշատ հալածված կրոնը քրիստոնեությունն է, սա էլ է փաստում իր ճշմարտության մասին եւ այն մասին, որ ինքը ունի թշնամի եւ այդ թշնամին է այդ տրամադրությունները ստեղծում։ Բայց որպիսի այս հարցին ավելի Աստծո խոսքով կարողանանք պատասխան գտնենք, թե ինչու է այսպես, ինչու են քրիստոնյաները հալածվում, առաջին միտքը, որ ցանկանայի ասեի, նախ դա այդ հակառակությունը բխում է, գիտեք, որտեղից, որովհետև Աստված պաշտությամբ ապրող մարդը այս ամբողջ աշխարհի սիստեմի եւ կանոնի համեմատ չի ապրում։ Ինքը այս հոսանքին, այս աշխարհի հոսանքին հակառակ գնացող մեկն է։ Եվ իր հակառակ երբ որ դու չես վարվում այնպես, ինչպես բազմությունն է վարվում, երբ որ դու չես անում այնպես, ինչպես մեծամասնությունն է անում, չէ, որովհետև աշխարհը հիմնականում ընկած է այն ազդեցության տակ, որ ինչ որ մեծամասնությունն է անում, ինչ որ աշխարհում արվում է եւ ընդունելի է եւ սովորական է, մենք էլ անում ենք դա, եւ շատերը չեն մտածում դա ճիշտ է թե սխալ է, անում են ուղակի, որովհետեւ բոլորն են անում, իրանք էլ ընկնում են մեծ մասաների ազդեցության տակ, բայց քրիստոնյաները այսպես չեն, չպիտի լինեն։ Աստվածպաշտությամբ ապրող մարդիկ ունեն Աստծո խոսքից իրենց տրված հատուկ ճանապարհ, ունեն տարբեր արժեհամակարգ, տարբեր մտածելակերպ, եւ թե ինչպես ես դու մտածում եւ ինչպես ես վերլուծում կյանքում տեղի ունեցող տարբեր իրերին, ինչպես ես նայում, ինչ տեսանկյունից ես նայում, դա որոշում է քո ապրելակերպը։ Եվ դու չես կարող սովորականի նման ապրել։ Եվ երբ որ դու սովորականի նման չես ապրում, դու մի անգամից սկսում ես տարբերվել։ Եվ այն ինչ որ դու չես կիսում իրանց հետ, իրանց կարծիքը, իրանց ձգտումները, իրանց կենցաղը, աշխարհի կերպը, աշխարհի թելադրանքը, մոդան, արժեքները, դու սկսում ես այդ միջավայրի համար խորտ դառնալ եւ իրանք քեզ տեսնում են տարբեր եւ քո նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվում իրանց սրտի մեջ։ Առաջի Պետրոսի թղթի մեջ Պետրոս առաքյալը գրում է այս խոսքերը։ Առաջի Պետրոս 4-րդ գլուխ 3-ից 5 համարները կկարդամ։ Ասում է, որովհետև բավական է մեզ, որ մենք մեր կյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքն ենք կատարել։ Մենք ընդեղից ենք գալիս, արել ենք մի ժամանակ այդ ձև,
ապրել ենք այն ձև, ինչպես հեթանոսներն են ապրում, ինչպես աշխարհն է ապրում, ասում եմ, բայց բավական է, երբ որ մենք այդ ժամանակը անցել ենք, հեթանոսների կամքն ենք արել, որ վարվում էինք գիճություններով, ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, հարբեցողություններով կամ անօրեն կռապաշտություններով, որ դրա վրա զարմանում են, որ դուք նրանց հետ չեք գնում նույն բաների զեղությունների մեջ եւ հայհոյում են, որ նրանք պիտի հաշիվ տան նրան, որ պատրաստ է դատաստան անելու կենդանիներին եւ մեռելներին։ Պողոսն ասում է, մենք էլ եղել ենք մի ժամանակ, որ եղել ենք իրանց կարգավիճակի մեջ, չէ՞ մենք աշխարհից ենք եկել, մենք աշխարհի սովորությունները, ձգտումները, այն ճակերտների մեջ հաճույքները, որ աշխարհը վայելում է, մենք էլ ենք վայել է դրանք։ Եվ երբ որ ինչ-որ մեկը խոսում է իմ այսօրվա ապրած կյանքի աստվածպաշտության, լեցունության ու բավարարվածության մասին հղում անելով, որ աշխարհում սենց բաներ կան, ես ասում եմ, ես գիտեմ ինչ կա աշխարհում, որովհետև ես եղել եմ այնտեղ եւ այն ինչ որ դու ասում ես, ավելիով ես արել եմ։ Ես դա գիտեմ ինչ է, բայց դու չգիտես ինչ ունեմ ես հիմա։ Ես եթե դա լավը լիներ, այնտեղ կմնայի, բայց դա համեմատելու բան էլ չի, որ համեմատեմ, թե ինչ ենք մենք ձեռք բերել, երբ որ մենք Աստծուն ենք դարձել։ Պողոսն ասում է, մենք այդ ժամանակը անցել ենք, վարվել ենք այդ բաներով եւ թվարկում է այդ զեղությունները, մարմնի ցանկությամբ, հարբեցողություն, անառակություն, այդ բոլոր հաճույքները ճակերտների մեջ, որ աշխարհն է վայելում եւ աշխարհը ասում է, բա դրա համար պիտի ապրես, ինչի համար ապրես։ Էլ մի կյանք եք ապրում, լսել եք, չէ՞, ասում եմ, մի կյանք ես ապրում։ Ինչ իմ հորս այդ ուժեղ ընկերներից մի քանիսը ասել են, երիտասարդ տղա ես, մի հատ կյանք է քեզ տրված, արժի որ ես ձև զոհաբերես քո կյանքը։ Ասել եմ, ինչ որ ես անում եմ, ես դրա գինը գիտեմ։ Իրականում դու չգիտես, դու ինչ զոհասեղանի ես դրել քո կյանքը, բայց ես գիտեմ ինչ զոհասեղանի եմ դրել իմ կյանքը։ Հիմա, երբ որ մենք այդ կյանքից գալիս ենք Տիրոջը, եւ մենք արդեն ուրիշ կյանք ենք ապրում, ասում են նրանք, երբ որ տեսնում են, որ մենք էլ իրանց հետ չենք գնում են նույն բաների մեջ, ինչ են անում, սկսում են հայհոյել, հակառակել, ինչի, որովհետև մենք չենք վարվում այնպես, ինչպես որ իրանք են վարվում։ Եվ մեր ներկայությունը, ես դա նկատել եմ բազմիցս անգամ, որ խնդիրը նա չի, որ իրանք մեր լավն են ցանկանում, ուզում են, որ մենք էլ գնանք իրանց հետ հաճույքները վայելենք։ Ոչ, որովհետև ամեն մեղքի կյանքի մեջ ապրող մարդ գիտի, որ իր սրտի խորքի մեջ, որ ինքը ճիշտ չի ապրում եւ գիտի այդ մեղքի ժամանակավոր հաճույքից հետո ինչքան մեծ դատարկություն ու ահավոր տառապանք է հայտնվում մարդու կյանքի մեջ, որովհետև չի կարող մեղքը երջանիկ դարձնել մարդուն։ Մեղքի ժամանակավոր զվարճությունը Եբրայեցիների թղթի մեջ գրված է Մովսեսի պարագայում, երբ որ Մովսեսը ուներ լայն հնարավորություն փարավոնի տանը ապրելով վայելեր այդ ժամանակավոր մեղքի զվարճությունը, բայց ասում եմ Մովսեսը չընտրեց այդ մեղքի զվարճությունը։ Ինքը ընտրեց Աստծո ժողովրդի, Քրիստոսի ժողովրդի հետ չարչարվելու ճանապարհը, բայց չուզեցավ մեղքի ժամանակավոր զվարճություն ունենա։ Եվ դրանով ինքը ուներ փարավոն լինելու հնարավորություն, ինքը դրանով դարձավ փարավոնի կողմից հետապնդվող եւ մահվան սպառնալիքի տակ իր կյանքը դրեց, բայց ինքը ընտրեց դա։ Իր ընտրությունն էր դա։ Հիմա երբ որ մենք ընտրում ենք այս ճանապարհը, այդ փարավոնների ճակերտավոր այդ մարդկանց տրամադրությունը մեր դեմն էլ է շարժվում, ինչի, որովհետև չեն ոչ թե ուզում են մեզ տանեն ավելի լավ կյանքի մեջ, այլ մեր ապրած սուրբ կյանքը, երբ որ մենք մեր ներկայությունով հայտնվում ենք իրենց մեջ, հանդիմանություն եւ հիշեցում է իրենց կորսված լինելու, իրենց մեղքերի մեջ գտնվելու մասին, եւ այդ հանդիմանությունը եւ այդ բացասական զգացումը, երբ որ իրանք համեմատության մեր լույսի ֆոնի վրա տեսնում են իրանց խավարը, տրամադրություն է ծնում իրանց մեջ մեր նկատմամբ եւ իրանք սկսում են հայհոյել։ Ինչ են հայհոյում, ինչ են կարել։ Հիմա պիտի հասկանանք, որն է պատճառը, կա հայհոյանքի պատճառ։ Ասենք, եթե ինչ որ մի բան
կա, որ մենք կարող անենք այնպես, որ հայհոյանքի արժանանանք, այդ մասին էլ կնայենք, բայց հիմնական տրամադրությունները ստեղծվում են նրա պատճառով, որ մենք իրենց նման չենք վարվում։ Ես չեմ ուզում աշխարհի նման լինեմ։ Ես ուզում եմ Հիսուսի նման լինեմ։ Ու ես դա չեմ անում, որ ես տարբերվեմ, որ ես ավելի լավն եմ, դուք վատն եք։ Ոչ, այլ որովհետև ճիշտը սա է, որովհետև ճշմարտությունն է սա, որովհետև սա կյանքի տանող ճանապարհն է։ Այն ճանապարհով գնացողները կորստյան են գնում, բայց Աստված պաշտությամբ ապրողները հավիտենական կյանք են ուղղել իրենց ոտքերը։ Դրա համար կարևոր է, որ մենք ապրենք այս սկզբունքի մեջ։ Երկրորդ Պետրոսը նույն Պետրոսը իր էլի առաջի գլխի չէ, երկրորդ թղթի մեջ է գրված, երկրորդ գլխի մեջ է գրված, այս թեման այսպեսի զարգացում է ստանում։ Երկրորդ գլխի 12-րդ խոսքից կարդամ։ Պետրոսն ասում է, ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեցեք, որ ինչ բանով, որ ձեզ չարագործների պես բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավոր են Աստծուն այցելության օրում։ Այսինքն, երբ որ մենք ընտրել ենք այս ճանապարհը, մենք ընտրել ենք աստվածապաշտության ճանապարհը, զգուշացնում է Աստծո խոսքը մեզ, որ մենք դուրս եղած մարդկանց առաջ ինչ պետք է անենք, պետք է առաքինությամբ եւ պարկեշտությամբ ապրենք մեր կյանքը։ Այսինքն մենք չպիտի տանք առիթ, որ ասում է, այն ինչ բանի համար, որ չարախոսում են ձեզ, չարախոսությունը ինչ է, չարախոսությունը այն բանն է, որ մեկը ասում է քեզ մի բան, որը որ դու չես արել, բայց բամբասանք կա, որ խոսում են մարդու մասին, այն արատները մատնանշելով, որը որ իրականում արել է այդ անձնավորությունը։ Դրա համար Պետրոսն ասում է, որ եկեք մենք մեր կյանքը այնպես ապրենք, հեթանոսների մեջ, աշխարհի մեջ, ամենտեղ, որ այն չար մեզ խոսացող, մեր հետևից չար խոսացող մարդիկ բան չունենան մեզ կպնելու, բայց թեև հիմա բամբասեն լինի սուտ հիմքի վրա, բայց վերջում իրանք այդ մեր ապրած կյանքի պատճառով, երբ որ այցելության օրը գա, իրանք պիտի Աստծուն փառք տան, ում պատճառով, իմ եւ քո պատճառով, որովհետեւ մենք խոսեցինք այդպես, ապրեցինք այդպես եւ մինչեւ վերջ գնացինք այդ ճանապարհով եւ մեզ դատապարտող ու հալածող մարդիկ փառավորելու են Աստծուն մեր անբասիր կյանքի պատճառով, որովհետեւ այդ այցելության օրը լինելու է եւ Պողոսն էլ ասում է միտեղ, որ չլինի, որ ձեզանից մեկը չարչարվի ինչպես չարագործ, բայց եթե բարին անելով հալածվեք, երանի ձեզ։ Ցավոք պետքա փաստենք այս մասին, որ ամեն հալածանքները քրիստոնյաների մասին չի, որ սուտ հիմքերի վրա է, չէ, հաճախ պիտի խոստովանենք, որ մենք մեզ հաճախ ճիշտ չենք պահում եւ անում ենք մի բան, որ պետք չէր անել, օրինակ տեղ կա, ես ասում եմ մի բան ու ասում եմ, ինչի ասեցի։ Մի քիչ զսպի էլի քեզ Արթուր։ Ամեն տեղ չի, որ պիտի դու այդ բանը ասես, ամեն տեղ չի, որ պետքա լսեն։ Ու զգում եմ բաներ կա, տեղեր կա, իրավիճակներ կա, որ ես հետ եմ նայում, ասում եմ հիմա եթե հնարավորություն ունենայի, չէի անի այդ սխալները։ Բայց ցավոք անում ենք դա, բայց ջանք ենք անում, որ մեր կյանքը, մեր անձը ընտիր պահենք Աստծո առաջ եւ մարդկանց առաջ։ Հիմա թող մեզ բամբասեն, թող չարախոսեն մեր բարի անելու համար, որովհետև դա վերջնականում դառնալու է մեզ համար օրհնության եւ իրանց կողմից Աստծուն օրհնելու պատճառ։ Հիմա Տեր Հիսուսի խոսքերն եմ կարդում այս հարցի վերաբերյալ, որը գրված է Հովհաննես ավետարանի մեջ։ Հովհաննես ավետարան 15-րդ գլուխ 15-րդ գլուխ 18 համարից եմ կարդում։ Տեսեք, Տերը ավելի լույս է սփռում այս թեմայի վրա եւ բացահայտում է
ավելի խորը պատճառները, ավելի ընդարձակ է այս թեմայի շուրջ խոսում Տերը։ Ասում է, եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք սա, որ ինձ ձեզանից առաջ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը իրեններին կսիրի, բայց որովհետև աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, նրա համար աշխարհը ատում է ձեզ։ Հիշեք այս խոսքը, որ ես ասացի ձեզ, թե ծառան իր տերից մեծ չէ։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու։ Եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ են պահելու։ Ասում է, բայց սա կանեն իմ անունի համար, որովհետև չճանաչեցին ինձ ուղարկողին։ Ճշմարտությունը սա է, որ Տերն ասում է, որ եթե աշխարհը ձեզ ատի, հալածի, մի զարմացեք դրա համար։ Ինչի, որովհետև հիշեք, ասում է այս բանը, որ ինձ ձեզանից առաջ է հալածել։ Աշխարհը Տեր Հիսուսին ինչպես ընդունեց, ինչպես վերաբերվավ։ Երբեմն մարդիկ կան, որ ուզում են քեզ դարձնեն այնքան հոգևոր, որ դու նոր դառնաս իրանց համար ընդունելի։ Ուզում են քեզ ձև տան, չափեն, իրանց հոգևոր երանգներով քսեն, գունավորեն, իրանց ուզածի համեմատ դառնաս, բայց երբեք իրանց ուզածի համեմատ չես կարում դառնաս, որովհետև իրանց չափանիշը անընդհատ կարա փոխվի։ Ու ես այս փաստը, երբ որ հիշում եմ, ասում եմ, եթե Տեր Հիսուսին իր կատարյալ լինելու, իր փառավոր լինելու մեջ չեն հավանե ու ինչ ասես իր հետևից ասել են, սուտ տեղը։ Քեզ ինձ են հավանելու, հա, իմ նման մեղավորին են հավանելու, չեն հավանելու։ Այսինքն մենք մարդկանց առաջ հաճո լինելով չի, որ պետքա զբաղված լինենք, մենք պետքա ձգտենք Տիրոջը հաճեցնենք, կապ չունի թե մարդիկ այդ ընթացքում մեզ ոնց կվերաբերվեն։ Տեր Հիսուսն ասում է, որ հիշի այս բանը, քո մտքին պահի, որ եթե քեզ քո նկատմամբ վատ տրամադրություններ կշարժվեն, մի անգամից հիշի ինձ, իմ հետ էլ են այդ ձև վարվել, քեզանից առաջ։ Ու Տերը ասում է պարզ մի խոսք, որ իրականում ծառան իր Տիրոջից մեծ չի։ Եթե Տիրոջ նկատմամբ այդ ձև են վերաբերվել, բնականաբար ծառայի նկատմամբ են այդ ձև վերաբերվելու։ Եթե ասում է տան Տիրոջը այդ ձև են վերաբերվում, իր ընտանիքի անդամներին էլ նույն կերպ կվերաբերվեն։ Այսինքն, սա այս վերաբերմունքը աշխարհի, երբ որ Տեր Հիսուսի նկատմամբ եղավ, փաստեց մի բան, որ Հիսուսը այս աշխարհից չի, աշխարհինը չի։ Ինչի, որովհետև աշխարհը Իրանին սիրում է։ Ես քանի հանցագործ էի, չարագործ էի, ինձ փառաբանում էին մարդիկ։ Երբ որ արդարության մեջ դարձա, սկսեցին հալածել։ Ինչի։ Այն ժամանակ ավելի լավն էի, չէ, այն ժամանակ իրանցից էի, սիրում էին ինձ, իրանց նման էի, աշխարհինն էի, ընդունելություն կար։ Բայց երբ որ Տիրոջը դարձա, այս աշխարհից ասում է, բայց որովհետև ես ձեզ ընտրել եմ աշխարհից, այսինքն տեղափոխություն եղավ, մեր հոգևոր աշխարհագրությունը փոխվեց։ Մենք աշխարհում ենք, բայց աշխարհինը չենք։ Մենք ժամանակավոր ենք այստեղ։ Մեզ համար փառավոր մի տեղ կա պատրաստած, որտեղ որ մենք պատրաստվում ենք գնալ։ Եվ երանի բոլոր այն մարդկանց, ովքեր այս ճանապարհի վրա են։ Տեր Հիսուսն ասում է, որ ինձ հետ այդ ձև վարվեցին, ձեր հետ էլ կվարվեն, որովհետև ես էլ այս աշխարհից չեմ եղել, դուք էլ այս աշխարհից չեք։ Ինչ է տեղի ունենում, այս հալածանքի հետ մի երանության ծածկոց է գալիս մեր վրա։ Եվ ո՞րն է այդ երանության ծածկոցը։ Մենք դառնում ենք Հիսուսի կողմը։ Մենք դառնում ենք Հիսուսի նկատմամբ տրամադրություն ունեցողների դիմաց։ Մենք կտրվում ենք աշխարհից, կանգնում ենք նրա կողքը։ Ու այն վերաբերմունքը, որ կա Հիսուսի նկատմամբ, տարածվում է նաև մեր վրա։ Այս պարագայում դա հալածանքն է, բայց միայն հալածանքը չի։ Ինչի, որովհետև այն հաճությունը, որ Աստված ունի, որ Հիսուս Քրիստոսի իր որդու նկատմամբ, դա էլ է մեր վրա տարածվում։ Եվ ինչա տարբերությունը կամ գինը հալածանքի եւ եղող վարձատրության։ Իրականում դա շատ անհամեմատ մի բան է։ Շատ անհամեմատ, որովհետև Պողոսն ասում է,
այս աշխարհի մեր թեթև նեղությունները, եթե Պողոսի նեղությունները կարդաք թե ինքը ինչով է անցնում, մենք չենք դիմանա այդտեղ, իհարկե իր վրա այդ շնորհն էլ կար դա անցնելու, բայց ինքը այդ ծանր փորձությունները, որ պատահում է իր հետ, կշռելով Տիրոջ կշերքի վրա, տեսնելով այն մյուս կողմում դրված օրհնությունները, ասում է դա թեթև մի բան է։ Այն օրհնության, այն հավիտենական կյանքի համար, որ պիտի մեր կյանքերի մեջ հայտնվի։ Այսինքն, այս մեր նեղությունները, հալածանքների միջոցով մեր վճարած գինը շատ անհամարժեք է այն ձեռքբերմանը, որը որ մենք պետքա ձեռք բերենք դրա արդյունքում։ Ոնց որ $1 մի քանի միլիարդ, դա էլ իհարկե չի համեմատությունը ճիշտ չի, բայց մի մոտավոր բան եմ ասում, պատկերացնելու, ասենք $1 մի քանի միլիարդ արժողությամբ բան գնես։ Այդ նույն բանն է համեմատության մեջ։ Եվ վերջի համարը, որ կկարդամ եւ կաղոթենք միասին, գրված է Մատթեոս ավետարանի մեջ, Մատթեոս ավետարանի 5-րդ գլխի մեջ, 11 համարից։ Երանի է ձեզ, Տեր Հիսուսի խոսքերն է, երանի է ձեզ, երբ որ կնախատեն ձեզ և կհալածեն և ամեն չար բան, սուտ տեղը կասեն ձեր վրա, իմ պատճառով։ Ուրախացեք և ցնծացեք, որովհետև ձեր վարձքը շատ է երկնքում, որովհետև այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ կային։ Երանի ձեզ, Տեր Հիսուսը իր ժողովրդին, մեր Փրկիչը մեզ ասում է, երանի ձեզ, եթե ձեզ կհալածեն, կնախատեն, սուտ տեղը, այսինքն մենք չենք անի այդ հալածանքի արժանի բան հալածվենք, երանի չենք լինի այդ պարագայում, բայց եթե արդարության համար սուտ տեղը հալածվենք, ասում է երանի ձեզ, ինչի, ասում է դա ինչի համար կանեն, նաև պատճառն էլ ասում է իմ պատճառով։ Այսինքն այդ պարագայում մենք հալածվում ենք մեր Տիրոջ պատճառով։ Եվ ասում է այդ ժամանակ ինչ պետք է մենք անենք, մեր արձագանքը մեզ հալածողներին, մեր դեմ եղած տրամադրություններին որն է։ Ասում է ուրախացեք և ցնծացեք, որովհետև ձեր վարձքը շատ է երկնքում, որովհետև նույն կերպ վերաբերվեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ կային։ Այս պատկերը, որ իմ առաջ բացվում է, ես նոր զգում եմ դրա մեջ այդ երանությունը, որն է դրա մեջ երանությունը, այս խոսքերի հիման վրա։ Փաստորեն, երբ որ ես իմ դեմ ուղված հակառակությունները ուրախությունով եմ ընդունում, ես հոգևոր դաշտի մեջ դուրս եմ գալիս մի տեղից, կանգնում եմ բոլոր մարգարեների, որ ինձանից առաջ եղել են, Տեր Հիսուսի այդ բոլոր հալածված մարդկանց շարքի մեջ եմ կանգնում։ Ասում եմ, այս ձև վարվեցին նրանց հետ, եթե քո հետ էլ են այդ ձև վարվում, դու մի հատ թիմի մեջ ես մտնում, ցնցող ես, ցնցում է, հիմա ինչ ասենք, հալածեն մեզ, թե չհալածեն, թող հալածեն, թող մենք ճիշտ ապրենք, թող մենք արդարությամբ վարվենք, թող հալածեն, ինչի որովհետև դա երանություն է բերելու մեր վրա։ Տերն ասում է երանի քեզ, եթե դու սխալ բանի համար քեզ կհալածեն ու դու կարողանաս դրան ոչ թե հակառակը ապացուցես, երբեք պետք չի ապացուցել, որ դու ճիշտ ես։ Այն մարդկանց, ովքեր որ չար տեղը, անիրավ տեղը սուտ բան են ասում քո վրա։ Մեկը ինչքան էլ դու ուզում ես քո իրավաբանական թղթերը իրանց առաջ փռի, իրանք չեն համոզվի, ինչի որովհետև իրանք էլ գիտեն, որ հիմք չկա քեզ հալածելու։ Ուղղակի թշնամին իրանց ներսը գրգռել է քո նկատմամբ, ու դա չի հանգստանա։ Դրա համար պետք չի անիմաստ բանով զբաղվել։ Ինչ է պետք անել։ Պետք է ասել լավ։
Իհարկե մենք այդ վիճակը պետքա ունենանք, մենք դրան պետքա հասնենք, մենք պետքա աղոթքի կյանք ունենանք, որ հոգին մեր մեջ ներգործի, որ այդ ժամանակ կարողանանք իրանց ճիշտ պատասխանենք։ Եթե մենք լինում է, որ դժվար վիճակների մեջ ենք լինում, մարմնավոր վիճակների, օրինակ լինում է, ես անկեղծ խոստովանում եմ, ես ասում եմ, մենք գեր մարդիկ չենք, մենք բոլորս այդ արդարության ճանապարհով ձգտող գնացողներն ենք, չենք հասել դեռևս։ Լինում է, որ վատ վիճակի մեջ եմ լինում, հոգևորապես, տկար եմ լինում։ Ու այդ ժամանակ աղոթում եմ, ասում եմ, Տեր ջան, խնդրում եմ, թող ոչ մեկ ինձ չհանդիպի, էլի, որ ինձ վատ բան կասի։ Ինչի, որովհետև վստահ չեմ, որ կարողանամ այդ ժամանակ ոչ մի բան չասեմ, ժպտամ իրան, գնամ աղոթեմ, դառնամ այդ երանելին, ասում եմ դրա համար պահի ինձ այդ փորձությունից ու մեծ մասով հիմնականում Տերը պահում է ինձ դրանից ու այդ փորձությունները ես նկատել եմ, որ իմ հետ տեղի են ունենում այն ժամանակ, որ ես կարողանում եմ այս ձև պատասխանեմ ու դրա համար շնորհակալ եմ Տիրոջը, որովհետև դա էլ իր ողորմությունն է, որ ինձ այդ երանելիների խմբից դուրս չհանի, որ ես մնամ այդ երանելիների խմբի մեջ ու շարունակեմ գրավել իմ տեղը։ Հիմա մենք ուրախանալու ու ցնծալու պատճառ ունենք։ Տեսեք, մեր տեսանկյունից մարմնավոր մեր տեսանկյունը, մարդկային մեր տեսանկյունը եւ Տիրոջ տեսանկյունը։ Մարմնավոր տեսանկյունը նա է, որ տխուր եմ։ Դժբախտություն ապատահ է։ Այս մարդը իմ հետ սենց խոսած, այս մարդը ինձ այս բաներն ասեց։ Քունս չի տանում։ Կորցրել եմ խաղաղությունս, ինչի, որովհետև իմ մասին սուտ բան եմ լսել, որ խոսում են։ Էսի մեր տեսանկյունն է, իսկ Տիրոջ տեսանկյունը ուրախանում է այս մարդը, ցնծում է։ Ինչի ես ուրախանում, ինչի վրա ես ուրախ։ Տեսել եք այդ ձևի մարդ, հանդիպել եք, անտրամաբանական է, չէ՞ իրականում թվում։ Ուրախ եմ շատ։ Ինչ ա եղել, ինչի ես ուրախ, ինչ ա, լավ բան ա տեղի ունեցել, հա։ Բլե ասա մենք էլ ուրախանանք, հենց նոր ինձ անպատվեցին։ Ես պատճառ չի ուրախանալու, այ եղբայր, լավ ես մտածում, ճիշտ տրամաբանությունը, ողջախոհությունը տեղն է, հո հետդ բան չի եղել։ Տեսնում եք, որ տարօրինակ են քրիստոնյաները այս տեսանկյունից։ Ինչի են տարօրինակ։ Այն աշխարհի օրինակի պես չեն, ուրիշ օրինակի պես են, դրա համար աշխարհի օրինակի հետ համեմատած տարօրինակ են։ Ես ուզում եմ այդ տարօրինակը լինեմ։ Կա մարդ, որ էլի ուզում է այդ ճանապարհով գնա։ Եկեք աղոթենք Տիրոջ առաջ գանք ու այս առիթը օգտագործելով եկեք շնորհակալությամբ ու գոհությամբ գանք Տիրոջ առաջ, գոհանանք ամեն բանի համար, այն ինչ որ մեր կյանքի մեջ տեղ ա ունեցել։ Ու սա շատ լավ առիթ է, որ եթե քեզ վիրավորել են, արհամարել են, քո ընտանիքում, քո բարեկամության մեջ, չգիտեմ, քո քույր եղբայրները, ով որտեղ որ ուզում է լինի, եթե քո նկատմամբ բացասական վերաբերմունք են ցույց տվել, ու դու սրտիդ մեջ հիմա ցավ ես կրում, հիշելով դա, եւ չես էլ կարողանում սրտանց ներես ու մոռանաս այդ խնդիրը, հիմա շատ լավ առիթ է, որ դու այդ քո վիրավորված սիրտը, նեղացած սիրտը բերես Տեր Հիսուսի առաջ եւ ասես ես այս խոսքը լսելով ուզում եմ որ իմ սրտի մեջ գործ անես որ իմ տեսանկյունը այս նեղությունների նկատմամբ փոխվի որ ես կարողանամ ուրախանամ եւ կարողանամ սրտանց ներեմ են մարդկանց ովքեր որ իմ նկատմամբ չար բան են արել իմացի որ ներելու կարողությունը դա զգացմունքային բան չի, որ դու պիտի անպայման զգաս, որ այդ մարդուն սիրում ես, էլ ոչ մի տագնապ չունես, ուրեմն ներելը դա որոշում է։ Դու որոշում ես եւ չներման ազդեցությունից դուրս ես գալի։ Շփրտում ես մի կողմ, ասում ես ես որոշում եմ ներեմ իրան, վերջ։ Եվ այդ որոշման արդյունքում իրան ներելուց հետո այդ ապրումներն էլ կգան, բայց այդ ապրումների վրա մի խաբվի ու մի կենտրոնացի։ Եկեք մեր սրտերը ի հանդես բերենք Տիրոջ առաջ։ Թող ինքը իր սուրբ հոգով մեր սրտերը լցնի։ Հիսուսի վերքերը մեզ համար, մեր վերքերը բժշկելու համար է։ Բաց քո բոլոր վերքերը մի փակի Տիրոջ առաջ։ Բաց, վերքերդ բաց։ Թույլ տուր լավագույն բժիշկը թող իր հմուտ ձեռքերով հպվի քո վերքերին եւ կտեսնես, որ ինչպես է վերքերդ լավանում։ Ինչպես է արդահոսությունը կանգնում, ինչպես է այդ վերքերի ցավերը բուժվում եւ ուրախություն գալիս դրա փոխարեն, որովհետեւ Հիսուս Քրիստոսը
բարի սամարացին է, որ ճամփորդում էր եւ ունի առատ ձեթ եւ գինի, քո ու իմ վերքերի վրա առատորեն լցնելու եւ իր իջևանը տանելու, խնամելու, բարձրացնելու, զորացնելու։ Հիսուսի նման մեկը չկա։ Եկեք գծվենք ամբողջությամբ նրա վրա եւ տանք նրան մեր սրտի ամբողջ կարողությամբ փառք, պատիվ մեծարանք եւ շնորհակալ լինենք, որ մենք արժանի ենք եղել Հիսուսի ժողովուրդը լինելու, նրա նկատմամբ ունեցած տրամադրությունները այս աշխարհի նաև մեր վրա ընդունելու, իր հետ այդպես վարվեցին, մեր հետ էլ կվարվեն այդպես։ Եկեք աղոթքով դիմենք Տիրոջ եւ փառք տանք նրան, որ մեզ համար նման տեղ Աստված որոշե։ Շնորհակալ ենք քեզանից։ Շնորհակալ ենք քեզանից մեր սքանչելի Փրկիչ։ Քո մեր կյանքի մեջ արած անպատմելի գործերի համար։ Քո մեր կյանքի մեջ հայտնության համար, որ դու քո ձեռքը դրել ես մեզ վրա եւ չես թողնելու մեզ։ Չես թողնելու մեզ մինչեւ որ չանես այն ինչ որ դու որոշել ես որ անես։ Եվ չկա մեկը, որ կարող է քո ձեռքը բռնել, ասել, «Էս ինչ ես անում», որովհետեւ քեզանից մեծ մեկն էլ չկա։ Շնորհակալ ենք քեզանից քո ժողովուրդը լինելու համար։ Շնորհակալ ենք, որ դու մեզ այս աշխարհից ընտրել ես, որ մենք աշխարհում ենք, բայց աշխարհինը չենք։ Դրա համար աշխարհը մեզ չի սիրում։ Թող չսիրի, որովհետև երկինքն է մեզ սիրում, որովհետև մեր հայրն է մեզ սիրում, այնպիսի սիրով, որ չխնայեց իր միածին որդին։ Հիսուս Քրիստոսը մահացավ ինձ համար։ Եվ նա ինձ այնքան սիրեց, որ ինձ նման ընկած մեղավորին, մեղքի մեջ կորած մեղավորի համար խաչի վրա մահացավ ամենածանր մահով, որպեսզի ես դառնամ նրա որդին եւ ունենամ արդարություն, ունենամ հավիտենական կյանք, ունենամ բժշկություն եւ նորոգություն եւ կանգնեմ նրա առաջ եւ ուրախանամ նրանով, որ նա է երկնքի զարդը եւ ուրախությունը մեր սրտերի մեջ, մեր կյանքերի մեջ։ Փառք քեզ մեր բոլոր դժվարությունների համար, Տեր։ Ուզում ենք ասենք փառք քեզ բոլոր մեզ հալածողների համար։ Օրհնես մեզ հալածողներին, Տեր։ Թող քո բարիքը եւ ողորմությունը գա իրանց կյանքի մեջ, որովհետեւ ինչպես չէին հասկանում, թե քո հետ ինչպես են վարվում, նույն կերպ էլ չեն հասկանում, երբ որ մեզ հետ են վարվում, որովհետեւ մենք քո մարմինն ենք եւ այդ տրամադրությունը քո պատճառով է մեր վրա տարածված։ Թող մենք չշփոթվենք, թող մենք չտարակուսենք, թող մենք չվախենանք եւ չտխրենք, այլ ուրախանանք, որ մենք մասնակից ենք լինում բոլոր մարգարեների եւ բոլոր ավետարանիչների եւ բոլոր սուրբերի դասին դասվելու եւ կանգնելու նրանց տեղը, որը հալածանքներ գրելն էր անիրավ տեղը։ Թող օրհնություն գա քո վրա, որովհետեւ ինչքանով որ աշխարհից հալածվում ու նեղվում ենք, այնքանով էլ քո օրհնությունը մեր կյանքի մեջ է գալիս։ Թող փառավորվի քո անունը, Տեր։ Օրհնյալ լինի քո ժողովուրդը, զորացրու քո ժողովուրդը, զորացրու քո ժառանգությունը, բժշկիր հիվանդներին, կպիր ամեն խոց ունեցողին, թող սրտերի վրայից ջարդվի թշնամու բոլոր ծանրությունը, Հիսուսի անունով թող քանդվի ամեն դիվական ազդեցություն քո ժողովրդի վրայից, թող կա ներման հոգին մեր մեջ, թող կա սիրո հոգին մեր մեջ, թող բարեխոսության հոգին բարձրանա մեր մեջ, որ մենք կանգնենք քո առաջ, որպես քո զավակները եւ փառավորենք քեզ արժանի ձևով, արժանավայել ձևով։ Ընդունիր մեր ողջ փառքը բարձրացրած քեզ, արժանի թագավոր։ Շնորհակալ եմ քեզանից ամեն բանի համար, գալիքի համար, ներկայի համար, անցյալի համար, ամեն բան բարին գործակից է լինում նրանց համար, ովքեր սիրում են Տիրոջը եւ կանչված են նրա նախասահմանությունով։ Փառք քեզ, որ անգամ մեր սխալները պիտի փոխես օրհնության։ Փառք քեզ, որ մեր անկումները պիտի փոխես օրհնության։ Փառք քեզ, որ դու ամեն բան բարին գործակից ես անում։ Ինչքան սքանչելի ես դու, ինչքան փառավոր ես դու, Տեր, որ դու այդպիսի սիրով սիրում ես ու վերաբերվում ես մեզ ամեն մեկից։ Թող փառավորվի քո անունը ամեն փառքերից բարձր եւ Աստծո ժողովուրդն ասեց ամեն։ Աստված օրհնի ձեզ